Մեղադրող դատախազ Կարեն Բադիկյանն այսօր դատարանից պահանջեց 1,5 տարվա ազատազրկման դատապարտել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանին։ Նա մեղադրվում է նույն դպրոցի սաների նկատմամբ անառակաբարող գործողությունների մեջ։ Նշանակել իմ պաշտպանյալին ազատազրկման հետ կապ չունեցող Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները համաձայն չեն հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, ըստ որի հնարավոր է համարվում ինքնասպանության վարկածը։ Այնտեղ Անազեղման տեղ կգագաթին, քթի հիմքում, բերանի խոռոչում, լավ ես ուղղակի զարմանում այդքան վնասված կհասցնեն մարդուն, ինքը ոնց կարա հելնի, բարձրանա ու իրան խփի էլի, էդի առնվազն ինքը գետնին պետք է գացել, այդքան ցավերի մեջ, այդքան գալարվելով պետք է լինի, ոնց կարող ինքը դու վեր կենա ու տես քայլի դիմի։ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը կասկածի տակ է առնում, թե Հայաստանն անհրաժեշտ միջոցներ կունենա կապիտալ ներդրումներ ապահովելու եւ սոցիալական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հարկահավաքման մակարդակը շատ ցածր է միջազգային չափանիշների համեմատ եւ իլրումն սրա կան ընկալումներ, որ երբեմն կոմիտեի որոշ պաշտոնյաներ բացասական ազդեցություն են թողնում բիզնես միջավայրի վրա, հարկատուների նկատմամբ իրենց վերաբերմունքի միջոցով։ Ներկայումս Հայաստանի արտաքին պարտքը կայուն գնահատեց Մարկ Լուիսը, Հայաստանի կառավարությանը կոչ արեց սակայն լուրջ ուշադրություն դարձնել հետագայում նոր պարտքերի կուտակման ծրագրերին, վստահ լինելու, որ պարտքը չի աճի շատ արագ։ Ալեքս Գրիկ ընկերությունը, որը պատկանում է ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, այսօր տուգանվեց 3 միլիոն դրամի չափով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարեց, որ ընկերությունը անբարեխիղճ տնտեսական մրցակցության պայմաններում է արտադրում եւ իրացնում օղու 5 տեսակներ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընկերության ուրեմն գործողությունը որակում է որպես անբարեխիղճ մրցակցություն եւ որակելով որպես անբարեխիղճ մրցակցություն, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նշանակում է ծուգան յուրաքանչյուր ապրանքատեսակի գծով 500,000 դրամի չափով, ինչպես նաեւ հանձնարարում ընկերությանը դադարեցնել եւ շրջանառությունից հանել այդ օղիների իրացումը։ Անբարեխիղճ մրցակցություն կլիներ այն դեպքում, երբ որ ապրանքային նշանի սեփականատերը իր սեփականատիրական իրավունքները դրան նկատմամբ իրականացներ հակամրցակցային նպատակներով, այդ դեպքում կլիներ անբարեխիղճ մրցակցություն։ Հայաստանում շաքարավազի եւ կարագի իրացման մենաշնոր ունի Ալեքս Գրիկ ընկերությունը միջազգային շուկայի տվյալներով այս տարվա հունվար ամսվա համեմատ միջազգային շուկայում շաքարավազի գները 120 դրամի չափով նվազել են, սակայն Հայաստանում անցած 5 ամիսներին որևէ նվազում չի արձանագրվել։ Հանրային խորհուրդը դեմ է օտարալեզու դպրոցներ բացելու մասին կառավարության առաջարկած նախագծին։ Հանրային խորհուրդում մենք քննարկելիս գոհ չէինք մեր կրթական համակարգից եւ այդ ժամանակ մեզ համար անսպասելի առաջարկվեց օտարալեզու դպրոցների ստեղծում Հայաստանում։ Ես կարծում եմ, որ մենք փորձում ենք մի քայլ առաջ գնալ, դա մի քայլ է դեպի անդունդ։ Հայաստանում, եթե կա որ պետական լեզուն հայերենն է, դա նշանակում է, որ կյանքի բոլոր բնագավառները պետք է սպասարկվեն միմիայն բացառապես հայոց լեզվով։ Ես այլընտրանքների կողմնակից եմ։ Գտնում եմ, որ պետք են, ինչու՞ չէ։